ՀԱԿ-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, նրա հետ խոսելու ենք երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության արտի խնդիրների մասին։ Բարև ձեզ Վահե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կուզեի անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք այս վերջի օրերին քննարկվում են, ուրեմն նախ նրա մասին, որ Բայրամովը Ադրբեջանի ԱԳՆ նախարարը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է երկխոսություն, որտեղ որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե ես այդ տրամաբանությամբ շարժվեմ, ինձ կսպանեն։ Այսինքն փաստացի, եթե սա վերլուծում ենք, հասկանում ենք մի բան, որ Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելով Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելով, զոհաբերելով 5000 եւ ավել տղաների, 120,000 արցախցիների բռնի տեղահանելով զուտ իր կյանքն է փորձը փրկի, այսինքն փաստացի իր կյանքը բավականին մեծ է գնահատում, դա նորմալ է դեղին թերթերի լրագրող Նիկոլ Փաշինյանի համար, բայց նորմալ չի դա հայ ժողովրդի համար, այսինքն ինչ ենք մենք տեսնում, անգամ ադրբեջանցիները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ու հանձնել է Արցախը, անգամ ադրբեջանցիները պնդում են, որ ավելի լավ տարբերակ է եղել պատերազմը կանգնեցնելու, որը որ առաջարկել է ռուսական կողմը, այսինքն մենք հիմա այս ամեն ինչը, որ բերում ենք իրար հետ համադրում ենք, հասկանում ենք մի բան, որ մենք կարայինք ունենայինք 44-օրյա պատերազմի ավելի կարճ ժամանակահատված, ավելի լավ պայմաններ ու նոյեմբերի 9-ը էլ չեմ նշում, որ այս պահին դարել է մեր համար երազանքի թուղթ, այսինքն փաստացի մենք կարող էինք ունենալ Արցախը 4 շրջաններով ու բնականաբար քիչ զոհերով ու այդ ամեն ինչը մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից միայն նրա համար, որ ինքը չի խնդրել Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնակից, ռազմավարական դաշնակից պետք է նաև նշել, որ պատերազմը կանգնեցվի ավելի շուտ։ Առաջարկը եղել է եւ հոկտեմբերի 9-ին եւ հոկտեմբերի 12-ին, այսինքն առաջարկը եղել է այն ժամանակահատվածում, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում իրենք պնդում էին, որ մենք հաղթում ենք, բայց մենք բացառապես պարտվում ենք։ Առաջարկը եղել է այն ժամանակ, երբ որ հնարավոր էր փրկել Շուշին, Ստեփանակերտը եւ մի շարք այլ շրջաններ, բայց Նիկոլ Փաշինյանը մերժել է միայն ու միայն նրա համար, որ իբր իրան դավաճան չանվանեն։ Փաստացի ինքը եւ դավաճան է դառը եւ պատճառը հանդիսացել Արցախի հանձնման ու բոլոր զոհերի արյունը իր խղճին է։ Հիմա այս ամեն ինչը եթե կրկին եւս մեկ անգամ վերլուծում ենք, հասկանում ենք մի բան, որ ադրբեջանական կողմի հետ իր պայմանավորվածությունները շարունակվում է, հիմա խաղաղության քողի տակ եւս մեկ անգամ փորձում են գնալ նոր զիջումների, նոր հանձնումների, բայց դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության տարածքում Նիկոլ Փաշինյանը շրջում է հարյուրավոր անվտանգության աշխատակիցներով, նոր ստեղծված գվարդիայով, ովքեր որ այդ գվարդիան ստեղծվել է միայն իր անվտանգությունը ապահովելու համար, կազմակերպում է կեղծ պատարակներ ու բացառապես զբաղված է իր քարոզարշավով, իր վերընտրվելու, վերարտադրվելու քարոզարշավով, այսինքն մենք այս պատկերը տեսնելով եւս մեկ անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չի լինի խաղաղություն, Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չի, որպեսզի գործի օրենքը ու լինի արդարադատություն, Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չի, որպեսզի լինի գերիների վերադարձ, Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շարունակի լինել տուգանքի մատերիալ, այլ ապրի ավելի բարեկեցիկ կյանքով, Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չի, որ մենք կարողանանք աշխատենք եւ արարենք մեր սեփական երկրում ու բնականաբար ունենանք խոսքի իրավունք, այսինքն այն պնդումները, ինչը որ Նիկոլ Փաշինյանը այս 7 եւ ավել տարիների ընթացքում փորձում է ներկայացնի հրամցնի ժողովրդին, ինքը անում է ճիշտ հակառակը, այսինքն փաստացի մենք վտանգված ենք ու ունենք խնդիր տարածաշրջանում տարբեր պետությունների հետ, մասնավորապես հարևան պետությունների հետ, բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը բերել է խաղաղություն ու տեսեք, մեզ հրամցնում է նաև այն տարբերակը, որ Ադրբեջանի տարածքով մեր մոտ եկել է ցորեն։ Փաստացի Հայաստանի Հանրապետության միակ խնդիրը այդ մի տոննա կամ ինչ-որ X քանակությամբ ցորեններ, որպիսի ամբողջ խնդիրները լուծվի,
կամ արդյոք բանակը կրճատելով 1.5 տարի սարքելով ինքը քարոզարշավ չի անում, այլ փորձում է բանակը ավելի պրոֆեսիոնալ բանակի սարքելու։ Արդյոք կրճատելով բանակին հասանելիք ներդրումները պետբյուջեից, կրճատելով ավելի լավ անվտանգության համակարգ է ստեղծելու։ Եվ վերջի վերջո արդյոք այն էլեկտրական շունիկը, որ ինքը ցույց է տալի իր էջում որպես ձեռքբերում, կարողանալու է պաշտպանի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Այսինքն, ինչով էին վատ մեր զինվորները, ինչով էր պրոբլեմ մեր հակաօդային պաշտպանությունը կամ Ռուսաստանի կողմից որպես դաշնակից տրված զենքերը, որ դա փոխարինում է ինչ-որ ասենք, որ վայլբերիզով կարաս պատվիրես այդ շունիկից, ասենք այդ շունիկը պետք է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի, բնականաբար ոչ։ Այսինքն այն քարոզարշավը, որ սկսվել է Նիկոլ Փաշինյանի կատարմամբ ու իր ուսապարկերի կատարմամբ, միայն ի նպաստ է նրան, որպեսզի հայ ժողովրդին եւս մեկ անգամ, արդեն երրորդ եւ ավել անգամ խաբեն, կորզեն ձայներ ու Հայաստանի Հանրապետության կործանումը վերջի վերջո հասցնեն իրենց նպատակին։ Բայց այստեղ պետք է հիասթափեցնեմ ներկա իշխանականներին, քանի որ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ մենք պայքարող, պետականություն սիրող ու անկախությունը գնահատող ժողովուրդ ենք ու վերջի վերջո մենք ամեն անգամ չի, որ Նիկոլի ստերին պետք է հավատանք ու շարժվենք ըստ այդ ստերի տրամաբանությամբ։ Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր որ կօգտագործեն վարչական ռեսուրս, կփորձեն իրենց վերարտադրելը ներկայացնեն որպես ժողովրդավարություն եւ այսպես շարունակ, բայց եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, այստեղ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես իշխանությունները պետք է լռեն, որովհետեւ այդ ժողովրդավարության պայմաններում, որ ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենք 40 եւ ավել քաղբանտարկյալներ, ներառյալ սրբազաններ, համայնքապետեր, ովքեր որ օրինական ընտրություններով ընտրվել են, այսօր գտնվում են բանտերում զուտ նրա համար, որ իրենք ընդդիմախոս են կամ ընդդիմադիր հայացքներ ունեն։ Այսինքն, այս ժողովրդավարության մասին է խոսքը, որը հիմա ստեղծել է Նիկոլ Փաշինյանը իր օրոք, ու ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ, երբ որ համար 1 վարչապետը համար 1 ամբիոնից անում է հայտարարություններ, որոնք որ Իրանից ոչ մի բան չեն ենթադրում, քան դավաճանությունը։ Այսինքն, անգամ ադրբեջանցիները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի դավաճանելով հայ ժողովրդին հանձնել է Արցախը ու հանձնում է հայկական տարբեր տարածքներ ու վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը կրկին իր էջում նշում է, որ այ տեսեք մենք վերադարձնելու ենք Արցվաշենը կամ ինչ-որ տարածքներ ենք վերադարձնելու։ Նիկոլ Փաշինյան 7.5 տարիների ընթացքում ընդհանրապես դու ինչ ես վերադարձրել։ Պետբյուջե վերադարձրել ես Թալանը, սահմանը մեծացրել ես, երկարացրել ես, ինչ ես արել։ Երկու հատ սահմանամերձ դպրոց ես սարքում, որտեղ որ 4-ից 10 աշակերտ է սովորում, $2 միլիոն ես ծախսում, բայց վերջի վերջո ոչ այդ աշակերտներն են այնտեղ անվտանգ եւ ապահով, ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, արդյոք իրեն անվտանգ է զգում, արդյոք ինքը զգում է սեփական մաշկի վրա այն խաղաղությունը, որ խոստացվում է։ Եվ արդյոք մենք վստահ ենք, որ վաղը մյուս օր պայմանականորեն 2026 թվականի հերթական ընտրություններին, եթե կրկին վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, արդյոք կլինի Հայաստանի Հանրապետություն եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանալու է ստեղծել անվտանգային համակարգ, բերի խաղաղություն ու ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրեն։ Արդյոք 2018 թվականից հետո հայ ժողովուրդը ընդհանրապես կարելի է համարել, որ ապրում է։ Տեսեք, քանի որ Սերժ Սարգսյանի Իմնեմնի պոդքասթը բավականին հաջողված էր այն առումով, որ լիքը եղան բացահայտումներ, այնտեղ խոսակցություններ եղավ, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող չարձագանքել, քանի որ հոգեվարքի մեջ էր հայտնվել։ Փաստացի ունենք իրավիճակ, որտեղ որ այդ պոդքասթի շրջանակներում խոսացվեց նաև իր պայմանավորվածությունների մասին, որտեղ որ հստակ ամրագրված էր, որ իրեն խոստացել են փոխվարչապետի պաշտոն, որպեսզի այդ բողոքի ակցիաները դադարեն եւ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ X պաշտոն ստանձնի, բայց բացառապես իր բերողների այսպես կոչված արտաքին ուժերի եւ մյուսների աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, որովհետեւ այդ պայմանավորվածությունը չկարողացան ի կատարածեն։ Այսպիսով տուժեց ժողովուրդը եւ մինչեւ այսօր տուժում է ժողովուրդը։ Ինչ վերաբերվում է նաև պոդքասթի մնացած մասին, բնականաբար Սերժ Սարգսյանը խոսում էր փաստերով ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը պետականամետ գործիչ է, ով
ավելի թանկ բանուներ այս աշխարհում, քան այդ վարչապետի աթոռն է, եւ իր հրաժարականով ինքը ապացուցեց, որ չի ուզում անգամ մեկ հայ արյուն թափվի Երևանի կենտրոնում, ու ինքը այդ զոհաբերությունը արեց, որպեսզի վաղը մյուս օր իր խղճին չմնան մի շարք զոհեր, ովքեր որ մոլորյալ դեմքով հավաքվել էին ու Նիկոլ Փաշինյանին փորձում էին սարքեին վարչապետ։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը էլի դարձավ վարչապետ, ոչ թե փոխվարչապետ, բայց ոչ մի իրավիճակ չփոխվեց դեպի հայ ժողովրդին ի օգուտ։ Այսինքն Սերժ Սարգսյանի զոհաբերությունը մենք միայն այսօր ու շատերը այսօր են հասկանում, որ Սերժ Սարգսյանը պահում էր հայկական Արցախ, Սերժ Սարգսյանը անառիկ էր պահում Հայաստանի ու Արցախի դարպասները ու երբեք ադրբեջանական կողմից չի եղել նման հայտարարություններ, ինչպիսիք այսօր են, այսինքն Սևանը չեն վերանվանել Գյոյչա եւ այսպես շարունակ։ Սերժ Սարգսյանի օրոք Իլհամ Ալիևն էր դժգոհում ու բողոքում, որ իրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք հերիք չի Արցախի գոյությունը վտանգված է որպես այդպիսին հայկական լինելու, այլ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախը գոյություն չունի, այլ գոյություն ունի ադրբեջանական Լեռնային Ղարաբաղ։ Նայեք Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ ամեն ինչ անում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերիների մասով շուտապույտ վերադարձնելու, բայց չենք տեսնում ինչ-որ արդյունք, դրա մասին ինչ կասեք։ Տեսեք, հերթական սուտն ու մանիպուլյացիան, ինչու։ Եթե հիշում ենք բոլորս ու բնականաբար հիշում ենք 21 թվականի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ գերիները մեզ կներեն, մենք մի 2-3 ամիս կսպասեն ու մենք կվերադարձնենք մեր գերիներին։ Փաստացի գերիները չվերադարձան։ Ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական առաջնորդներին Արցախի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը համագործակցելով ադրբեջանական կողմի հետ նրանց թողեց գերության մեջ ու մատը մատին չի տալու, որպեսզի իրենց վերադարձնի, որովհետև իր համար անբարենպաստ պայմաններ կստեղծվի, եթե Արցախի մեր գերիները վերադառնան ու այսպիսով պարզվելու է լիքը այլ բացահայտումներ է լինելու 44 օրյա պատերազմի վերաբերյալ, այսինքն մենք իմանալու ենք, չէ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինչ պայմաններում ու ինչ տրամաբանությամբ է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ ու արդյոք համագործակցել է թե չէ, մենք իմանալու ենք ինչ պայմաններում է հանձնվել Արցախը ու ով է բացի Գերագույն գլխավոր հրամանատարից մի շարք պատասխանատուներ, ովքեր որ եւ զոհերի համար են պատասխանատվություն կրում եւ տարածքների հանձնման։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի թիմին, Նիկոլ Փաշինյանի թիմում կա մեկ սկզբունք։ Իրենք SMS-ով ստանում են WhatsApp հաղորդագրությամբ ինչ որ տարբերակ, ինչ որ թեզեր ու դրանք շրջանառում են ժողովրդի մեջ։ Այսինքն, եթե բերենք միացնենք իրար, մենք ունենք մի տարբերակ։ Նիկոլ Փաշինյանը քանի իշխանություն ունի Հայաստանի Հանրապետությունում, հնարավոր չի գերիների վերադարձ։ Հնարավոր չի, որ մեր ռազմաքաղաքական առաջնորդները Արցախի Հանրապետության վերադարձվեն։ Ասեմ ավելին, Ալիևը իր կիրթ եւ կառուցողական ընկերը պնդում է, որ իրենք Արցախի ռազմաքաղաքական ներկայիս գերիները ժամանակին ասում են, որ Բաքվում չա են խմելու, հիմա իրանք չա են խմում Բաքվում, բայց մեկուսարանում։ Այսինքն, ինչ խաղաղության մասին է խոսքը, ինչ փոխհամաձայնության մասին է խոսքը ու տարածաշրջանում այս լարվածությունը որ կա։ Ինչ խաղաղություն կարա լինի, եթե Ադրբեջանի նախագահը նման ձևակերպում է ներկայացնում կամ Ադրբեջանի նախագահը տարբեր անվանումներով փոխում է հայկական անվանումները ու պնդում է, որ դա ադրբեջանական է։ Եվ վերջի վերջո գերիների վերադարձը այս պարագայում ում է ձեռնտու։ Միայն հայ ժողովրդին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին ու հայ ժողովրդի շահերը։ Տեսեք, լինելով առաջի քրիստոնյաները, մենք բնականաբար չենք կարող ընդունել այդ պատարագը։ Մի քանի պատճառներով։ Առաջին, Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ունի իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, մեր Սուրբ Առաքելական եկեղեցու վրա, մասնավորապես կաթողիկոսի նաև։ Հիմա կարգալույծ եղած հոգևորականը արդյոք իրավունք ունի վարելու ինչ-որ պատարագ, մատուցելու ինչ-որ պատարագ, որտեղ որ այդ պատարագ իդեպ պետք է նաև նշել, որ պատարագը տրված էր անմահ հերոսների, այսպես կոչված պատերազմի մենք կարգալույց եղած չենք
իրենք մինչև հիմա չեն ընդունում, որ Արցախի հանրապետությունը կարող էր գոյություն ունենալ, այսինքն եթե մենք այդ սկզբունքով ենք նայում, իրենք ընդունում են այն, ինչ իրենց է հարմար, բայց վերջի վերջո լինելով, կրկնում եմ եւս մեկ անգամ, առաջի քրիստոնյա պետությունը ու ընդունելով քրիստոնեությունը մենք ունենք եւ Աստվածաշունչ, եւ կանոնագիրք, եւ կաթողիկոս։ Փաստացի կաթողիկոսը եթե կարգալույծ է անում, գործող կաթողիկոսը, մենք գործ ունենք մի իրավիճակի մեջ, որտեղ կան օրենքներ, այսինքն կան եկեղեցական օրենքներ։ Այդ ձեր ասած նույն սկզբունքով, եթե հենց հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է ու գոյություն ունի արդարադատության նախարարություն, եթե ինչ որ դատավոր որոշում է ինչ որ մեկի նկատմամբ կիրառի ինչ որ օրենք, որը որ հստակ գրված է սահմանադրությամբ, նույն հաջողությամբ կաթողիկոսը համարվում է Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու կաթողիկոսը, ով տնօրինում է ամբողջ եկեղեցական անցուդարձին, մասնավորապես նաև կարգալույծ անելու մասով։ Իսկ կարգալույծ միայն չի անում կաթողիկոսը, այսինքն կարգալույծ արվում է հոգևոր խորհրդով, կոնկրետ որոշում է կայացվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնացել է եւ եկեղեցու դեմ, եւ կաթողիկոսի դեմ, եւ բոլոր հոգևորականների ու օրենքների դեմ, եւ Աստծո դեմ։ Այսինքն փաստացի, եթե ինչ-որ մեկին կարգալույծ են անում, ունենում են հիմնավոր պատճառներ, եթե հիմնավոր պատճառը եղել կարգալույծ անելու տվյալ քահանային կամ հոգևորականին, դա նշանակում է, որ ինքը այլևս իրավունք չունի Աստծո տանը, այսինքն եկեղեցում, վարի պատարակներ մատուցի։ Ու առավել եւս այդ պատարակը լինի մեր Արցախյան հերոսամարտի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, ունդեղ լինի դահիճը, ով որ սպանել է 5000 մեր զինվորներին, գնացել է չոքել այդ պատարակի ժամանակ, կարգալույծ եղածի ձեռի խաչն է պաչում։ Այսինքն դա որ օրենքով է հստակ ամրագրված, որ իրանք իրավասու են, իրավունք ունեն, կամ ընդհանրապես, լավ, վերջի վերջո, արդյոք Աստված ներելու է, որ դահիճը եկել է եկեղեցում, ծնկաչոք համբուրում է կարգալույծի ձեռքի խաչը ու ներողություն է խնդրում կամ մեղանչում է, որ սպանել է 5000 եւ ավել լույս տղաների։ Արդյոք քրիստոնեության մեջ կա տենց օրենք կամ ամրագրված է, որ կարող ես 5000 հոգի սպանել, հետո ուղղակի ներողություն խնդրել ու ներում ստանալ։ Արդյոք Աստված իրան ներելու է 5000 լույս տղերքի սպանելու համար։ Հասցեին, հանրապետական կուսակցության հասցեին, դրա մասին ձեր դիրքորոշումը ինչպես եք վերաբերվում այդ հնչեցրած քննադատություններին ու մեղադրանքներին։ Տեսեք, համեմատականներ տանելու կարիք չկա Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, այսպիսով մենք ունենք էլի նույն այն իրավիճակը, որ իրենք շարունակում են մերժել Սերժ Սարգսյանին, քանի որ Սերժ Սարգսյանը պետականամետ գործիչ լինելով պահպանում էր հայոց պետականությունը եւ Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Սերժ Սարգսյանը երբեք իրեն թույլ չէր տա եկեղեցու հետ կապված ինչ-որ թիրախավորեր, հաշվի առնելով նաեւ շատ հանգամանքներ ու ինքը լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրեն թույլ չէր տա նմանատիպ ինչ-որ մոտեցում, բայց քանի որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ ու իրենք չունեն կարմիր գծեր ու սովորական սրբապիղծներ են, ու սրբապիղծներ են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը ու իր հարակից այդ շրջանակները, այլ սրբապիղծներ են յուրաքանչյուր նրանք, թեկուզ սովորական քաղաքացիները, ովքեր որ այդ պատարակին ոչ միայն մասնակցում են, այլ նաև աջակցում են ու քաջալերված են Նիկոլ Փաշինյանի այդ կազմակերպված խայտառակությամբ։ Սերժ Սարգսյանին իրենք թիրախավորում են արդեն 30 եւ ավել տարիներ, ըստ իրենց տարիքային հարաբերակցության, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները։ Իրենց համար դա ինքնահաստատվելու տարբերակ է, այսինքն իրանք վերցնում են հայանպաստ քաղաքական գործչին, ներկայացնում են հակառակ մասով ու փորձում են դիվիդենտներ հավաքեն, քաղաքական դիվիդենտներ, այսպես ասած ձայներ, այսինքն իրենք տարիներ շարունակ պնդում են, որ այ տեսեք Սերժ Սարգսյանը վատ է կառավարում, Սերժ Սարգսյանը որ այս ինչը վատ է, այն ինչը վատ է, բայց փաստացի ամեն ինչ շատ լավ էր, ամեն ինչ անվտանգ էր մեր երկրում, մենք զարգանում ենք բնականon հունով ու փաստացի մենք այս իրավիճակը, որ հիմա ստեղծվել է, հասկանում ենք, որ միմիայն Նիկոլ Փաշինյանը ու իր իշխանության կառավարության օրոքա ու իրենց պատճառով է։ Այսինքն իրենք որ թիրախավորում են երրորդ նախագահին, ամենաառաջին նախապայմանը նրանում է, որ իրենք վախենում են երրորդ նախագահից, այսինքն եթե չվախենային ու լիներ մի հատ սովորական առերևույթ անդրադարձ,
միգուցե ինչ որ միտեղ հասկանայինք, ասենք դե լավ, քաղաքական ինչ որ վերլուծություն են արել, որոշել են, որ պետքա ինչ որ հարցում քննադատեն, իրենք ավելի լավն են, բայց չենք կարող գտնել get 1 օրինակ, որ իրանք ավելի լավ են աշխատում, չենք կարող գտնել get 1 օրինակ, որ իրանք ավելի լավ բան են արել, քան Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ստորագրել է Շուշի ուտվերժդայու, տակը ստորագրել է ու ազատագրել է, Սերժ Սարգսյանը իր բոլոր ստորագրություններում Արցախի հանրապետություն ենք ունեցել ու Հայաստանի հանրապետությունը տարբեր համաձայնագրել է ստորագրել 15,000 եւ ավել ինքնաթիռ մենակ եկել է Ռուսաստանի Դաշնությունից մեր համար ռազմավարական դաշնակցից օգնություն զինամթերքի տեսքով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տակ, որը որ մինչև հիմա պնդում է ու չի կարողանում պահի, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրով գոյություն ուներ Արցախ։ Ու արցախցիները անգամ այդ ժամանակ ապրում էին Արցախում, իսկ նոյեմբերի 9-ից հետո կապիտուլյացիան, որը որ իրագործվեց ու դրանից հետո շարունակական բնույթ է կրում, այսինքն մենք կապիտուլացվում ենք ամեն օր, դա Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով է։ Ներկայացնում եք, բայց այս իրավիճակը, որ դուք ներկայացնում եք, շատ վատ իրավիճակ է երկրում տիրում ու նաև երկրորդ նախագահի թիմակիցները հայտարարում են, որ ընտրություններով պետք է կարգավորվի հարցը, սահմանափակ ճանապարհ ընտրություններն են ու ինչ եք կարծում ու նաև այլ քաղաքական ուժեր հայտարարում են, որ պետք է պատրաստվել ընտրությունների, գնալ ընտրությունների եւ ընտրությունների միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Հանրապետական կուսակցությունը դեռևս դրա մասով ոչ մի հայտարարություն չունի։ Շատ լավ։ Նախ հանրապետական կուսակցությունը չի պնդում, որ պետքա հակասահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հանրապետական կուսակցությունը պնդում է, որ բոլոր սահմանադրական հնարավոր տարբերակներով կարելի է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որից մեկը իմպիչմենտն է։ Ունենք իմպիչմենտի թեկնածու, որ այս պահին կալանավորված ձերբակալված է ու քաղբանտարկյալ է, ով ընտրված համայնքապետ է, Մասիս խոշորացված համայնքի։ Այսինքն երկրորդ նախագահի թիմակիցների մասով խնդիրը ավելի մեծ է ու պարզ, այսինքն իրենք պնդում են, որ միայն ընտրություններով է հնարավոր Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բայց մենք ունենք նախադեպը 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ իրենք ասում են մենք կռում ենք, բայց փաստացի չկռեցին։ Հիմա մենք ինչ երաշխիք ունենք, եթե հետևենք իրենց, լսենք իրենց խորհուրդներին ու փորձենք համագործակցենք։ Ինչ երաշխիք ունենք, որ մինչև 26 թվականը չի լինի նոր կապիտուլյացիա, նոր հանձնումներ։ Մենք ինչ երաշխիք ունենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, որովհետև ինքը բացառապես պնդում է, որ չկա ինչ-որ մի պաշտոնյա, որ չի կատարելու իր հրահանգները, կլինի արդարադատության նախարարությունից կամ ընդհանրապես ուժային կառույցներից։ Եվ ինչով է երկրորդ նախագահի թիմը վստահ, որ հավաքել է, ասենք 270,000 ձայն, մյուս ընտրություններին կարողանալու է հավաքել 271,000 ձայն։ Ու ինչով է վստահ, որ Նիկոլ Փաշինյանը ունենալով 680,000 ձայն նախորդ ընտրություններից ու հնարավորություն կեղծելու ու օգտագործելու վարչական ռեսուրս, արդյոք մենք վստահ կարող ենք լինել, որ 2026 թվականի ընտրությունները չի կեղծվի։ Արդյոք մենք կարող ենք վստահ լինել, որ երկրորդ նախագահը 2026 թվականին կռելու է ընտրություններին։ Ու արդյոք մենք կարող ենք վստահ լինել, որ մինչև 26 թվականի ընտրությունները մեզ նոր արհավիրքներ չի սպասում։ Եթե դա ամեն ինչը երաշխավորում է երկրորդ նախագահի երկրորդ նախագահի թիմը, խնդրեմ, համեցեք, հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստակամություն է հայտնել օգնելու յուրաքանչյուր շարժման, օգնելու յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր բողոքի ակցիայի հանրապետական կուսակցությունը մասնակցելա իր ներդրումն է ունեցել ու փորձել է Նիկոլ Փաշինյանի հեռացնելուն նպաստի։ Հիմա ինչով ենք վստահ, որ 2026 թվականը չի լինելու Նիկոլի վերընտրման տարին ու երկրորդ նախագահ եւս մեկ անգամ չի պնդելու, որ մենք կռելու ենք 2031 թվականին։